Մոռացեք Զանգեզուրի միջանցքը, լինելու են ճանապարհներ, դրա մասին խոսել ենք, դրա որակումները, դրա իրավական ձևակերպումները բազմիցս տրվել են, տեսել եք նաև, որ Ադրբեջանից հնչում են արտահայտություններ, որոնք ասում են մենք օրինակ կուզենայինք, որ ամբողջ Ադրբեջանը միջանցքի վերածվեր եւ այլը, դրա համար դրա հետ կապված կարծում եմ ամեն ինչ ասվել է, հիմա նորից նույն բանը կրկնելը սխալ է։ Լուսինե ջան, ես քաղաքական առումով եմ ասում մոռացեք եւ ռազմական առումով էլ արդեն ռազմական գերատեսչության ղեկավարը կպատասխանի, այդ խոսակցությունը փակված է եւ այդ խոսակցությանը վերադարձ ոչ այն ժամանակ ա եղել, ոչ հիմա կա, ոչ էլ ապագայում կարա լինի, դրա հետ կապված իրանք հայտարարություն են արել, մենք մեր դիրքորոշումը ասել ենք, իրանք զարմանքով են մոտեցել, Ադրբեջանի նախագահը ասել է ես զարմանում եմ ընդհանրապես դուք ինչի եք դրանից այդպես վատ վերաբերում, Ադրբեջանի պաշտոնյան, որը որ զբաղվում է իրենց արտաքին քաղաքականությամբ եւ հանդիսանում է իրենց ցելը, որ ինչ են հայերը այդպես ցավագին տանում, մենք կուզենայինք, որ ամբողջ Ադրբեջանը լիներ միջանցք, իսկ հայկական կողմը ասում է, որ այո, Հայաստանի Հանրապետությունով կարող են անցնել տրանսպորտային միջոցներ, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, իրավազորության ներքո եւ այդ դրա հետ կապված ներկայացվել է խաղաղության խաչմերուկ ծրագիրը, այդ խաղաղության խաչմերուկ ծրագիրը քննարկում է տարածաշրջանի բոլոր երկրների հետ եւ ոչ միայն տարածաշրջանի բոլոր երկրների հետ եւ Հայաստանի Հանրապետությունը այո պատրաստ է բոլոր երկրների հետ, ինչպես Իրանի հետ եւ Վրաստանի հետ ունենք բաց սահմաններ մեր իրավազորության եւ օրենքների հիման վրա, դա անել որևիցե նոր բան մի փնտրեք, չփնտրեք ու մի խոսեք։ Արդիական է խաղաղության խաչմերուկը։ Իհարկե, բա հենց այս պայմաններում է արդիական, որովհետև եւ տենց խոսք կա, չէ՞, ժողովրդական, որ մի դուր բացվում է, մի դուր փակվում է եւ հակառակը, որ մի դուր փակվում է, մի դուր բացվում է։ Հիմա եթե դուք օրինակ համացանցում կա, հա, տեսնում եք քարտեզը, որտեղով են ինքնաթիռներ թռնում եւ ակնհայտ է, որ Հայաստանի եւ մեր տարածաշրջանը այս պայդրությամբ հաստատի օդային միջանցքի է վերածվել քաղաքացիական ինքնաթիռների համար, այո, իհարկե արդիական է եւ ինքը նաև արդիական է այն առումով, որ դա ոչ միայն տնտեսական իմաստ ունի, դա նաև անվտանգային իմաստ ունի, որովհետեւ այդ կապը նաև Իրանից տնտեսական շահեր է հետապնդում բոլոր երկրների համար։